Փառք Որդուն Սուրբ Հոգուն ամեն։ Այսօրվա քարոզը ես անվանել եմ 3 թզենի, բայց նախաբանը վերցրել եմ Քրիստոսի այս խոսքերից, որ գրված է Մարկոսի ավետարանում։ Թզենուց դաս առեք, երբ նրա ճյուղերը փափկեն, տերևները սկսեն դուրս գալ, իմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես եւ դուք, երբ տեսնեք, որ այս բաները պատահում են, իմացեք, որ այն մոտ է, դռների մոտ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս ազգը պիտի չանցնի, մինչև այս ամենը պատահի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի, ասում է մեր երկնավոր վարդապետը, ուսուցիչը Հիսուս Քրիստոսը։ Թզենուց դաս առեք, դաս սովորեք թզենուց, ասում է Հիսուսը։ Ես էլ այսպես աղոթքով փորձեցի տեսնեմ, այդ ինչ դասեր պետք է մենք քաղենք թզենուց, որ Հիսուսը մեզ հորդորում է, պատվիրում է, հրամայում է դաս քաղել թզենուց։ Եվ 3 շատ թզենիներ կա Աստծո խոսքում, թզենիների մասին ա գրված, ես հիմնականում այսպես 3 թզենու մասին կխոսանք, մնացածը այդպես հպանցիկ ուրեմն կանցնենք։ Առաջի թզենին, որի մասին ուզում եմ խոսել, գրված է Ծննդոց գրքի 3-րդ գլխում, 7-րդ տան մեջ, եւ նրանց երկուսի աչքերը բացվեցին, հասկացան, որ մերկ են, եւ թզենու տերևներ կարեցին եւ իրենց համար ծածկոցներ շինեցին։ Սա հիշում ենք, որ երբ որ մեր ամբողջ մարդկության ծնողները Ադամը եւ Եվան մեղ գործեցին, լսեցին չարի ձայնը, մերժեցին Աստծուն եւ հրաժարվեցին Աստծո կամքը կատարելու, ուզեցան իրանք իրենց կամքով շարժվեն եւ արգելված պտուղը վերցրեցին եւ կերան, տեսան, որ մերկ են, այդ փառքը, որ աստվածային փառքը, որ իրանց վրա էր այսպես չքացավ եւ իրանք տեսան, որ մերկ են եւ որպեսզի ինչ որ ձևի կոմպենսացնեն, թզենու տերևներ քաղեցին եւ այսպես ծածկոցներ շինեցին։ Չգիտեմ, նկարներում այսպես բան է դրած, բայց միգուցե շոր են սարքել, հակել, չգիտեմ։ Մի խոսքով այսպես ծածկոց են իրենք սարքել թզենու տերևներից։ Եթե դուք թզենի տեսել եք կամ ձեռք եք տվել տերևներին, ուշադիր եք եղել, որ այդ տերևները փշոտ են։ Կարծես իրանք բան են արել, նակազային, չէ, պատժում այսպես ինքնահնար, այսպես պատիժ էր իրանց, որ այսպես իրանք, որտեվ դրախտի ծառերի մեջ շատ ծառեր կային, բայց իրանք չգիտես ինչի ընտրեցին այդ թզենու տերևները, որպեսզի այսպես իրանց մարմինը ցավա եւ այլն, եւ մտածեցին երևի, որ այսպես ինքնահնար, այսպես չարչարանքներով, ինքնահնար, այսպես տառապանքներով միգուցե իրանց մեղքի բանը քաղեն, բայց պետք էր մեղագալ, ոչ թե բան անել։ Իշքան մենք էլ, չէ, մեր կյանքի մեջ տեսնում ենք, որ մենք շատ հաճախ ինքնահանար բաներ ենք անում, այսպես մեր մերկությունը ուզում ենք ծածկել տարբեր տեսակի բաներ հորինելով, արտաքին բաներ ցույց տալով, մենք ուզում ենք մեր արտաքինի ձերևա մեր հավատացյալ լինելը, նույնիսկ որոշ չարչարանքներ ենք վերցնում մեր վրա, որոշ դժվարություններ ենք վերցնում եւ այլն, բայց սա արտաքինն է, մեր ներսը չի փոխվում։ Եվ երբ որ տեսնում ենք արևը դուրս է գալիս, այդ թզենու տերևներից կարած գեստը չորանում եւ թափվում է։ Որտեղից է գիտենք, որտեղ հետո որ կարդում ենք, տեսնում ենք, որ Տեր Աստվածը կաշվի զգեստներ հագցրեց Եվային եւ Ադամին։ Այդ թզենու զգեստները շատ կարճ ժամանակի համար ուրեմն օգտագործվեցին։ Ահա այսպես էլ երբ որ արդարության արեգակը ծագում է եւ Տեր Աստվածը լուսավորում է մեզ, մենք հավատացյալներս տեսնում ենք, որ մեր այդ արտաքին բաները, արտաքին ձևերը, այս արտաքին բաները, որ մենք պահում ենք, այնպես ինչպես ընդունված է մեր եկեղեցում,
մնացած եկեղեցիները այնպես ինչպես ընդունված է իրանց եկեղեցում, ինչպիսի մազեր պահեն, ինչպիսի ուրեմն զգեստներ հագնեն եւ այլն, սրանք լավ բաներ են, բայց արտաքին բաներ են։ Եթե մեր ներսը փոխված չի, եթե Քրիստոսը մեր սիրտը չի փոխել, ինչքան էլ այս արտաքին բաները մենք պահել եւ կարողանանք խաբել ինքներս մեզ, խաբել մեր շրջապատին եւ այլն, երբ որ արդարության արեգակը լուսավորի կամ վերջի օրը, երբ որ Քրիստոսը գա, մենք կտեսնենք, որ կարող է հանգարց հայտնվենք այն մարդկանց ցանկում, որ ասում են Տեր, մենք քո անունով այսպես հրաշքներ արինք, բժշկություններ արինք, ես ինչ չարչարանքներ կրեցինք քո անվան համար եւ այլն, մեկ էլ Հիսուսը իրանց ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Ուրեմն այս արտաքին բաները պահելով, այսպես կրոնական մտածելակերպով միայն ապրելով եւ չփոխելով մեր սիրտը, մենք մնում ենք գաճաճ, մնում ենք մանուկ այս հավատի մեջ եւ չենք կարողանում միայն տերևներ ենք ունենում եւ բան չենք ունենում։ Հիշում եք թզենու տերևները եթե կոտրել եք, այդպես կատ կա մեջը, որը սնում է այդ թզենու։ Ահա այսպես շատ հաճախ ես վերջերս կարդում եմ Եբրայեցիների ուղղված թուղթը, չնայած ուրիշ տեղեր էլ Պողոս առաքյալը այդ նույն բաները ասում է, ինքը ասում է ցավում եմ, որ չկարողացա ձեզ հետ ինչպես մեծահասակների հետ խոսալ, դեռ կաթի եք կարող, դեռ ես չեմ կարողանում այդ սնունդը տալ, այդ կերակուրը տալ։ Եկեղեցին պետք է կաթով սնվի, հետո պետք է ինչպես որ մանուկը սկզբից կաթով է սնվում, հետո երբ որ տարիք առնում, մեծ այսպես սնունդով է սնվում, ավելի պինդ կերակուրով, բայց Պողոս առաքյալը ուներ այդ պինդ կերակուրը, բայց չէր կարողանում տալ, որովհետև դեռևս կաթի կարոտ էին, դեռևս այդ թզենու վիճակներ, դեռևս այդ արտաքին ինքը այդպես էլ գրում է, ասում է մկրտությունների, ապաշխարության բանես վարդա, այսինքն այդ հիմնարար բաներից այն կողմ չէին անցել։ Դա պետք է իրանք այսպես այս հիմնարար բաները, մկրտության վարդապետությունները, ձեռ դնելու վարդապետություն եւ այս ամեն ինչը իմանալուց առաջ անցնեին, ավելի խորանային իրենց հարաբերությունների մեջ Քրիստոսի հետ, բայց իրենց բավարարում էր այդ արտաքին այդ բանը ընդամենը։ Կաթ ծնունցելը սխալ չի, մեծահասակներս էլ կաթ ուտում ենք, չէ՞, կաթ խմում ենք։ Այդ կաթը այնպես չի, որ հեչ է լինում, բայց միայն կաթով չենք սնվում, ուրիշ պինդ կերակուրներով էլ սնվում։ Ուրեմն տեսնում ենք, որ այս Ադամի եւ Եվայի այս արտաքին այս խաբեությունը շատ կարճ տվեց եւ Աստված ուրիշ զգեստներ հագցրել իրանց։ Մենք էլ պետք է այս սրանց օրինակ վերցնենք, որ եթե մենք տեսնում ենք կամ աղոթ կանենք, թող արևը լուսավորի, Սուրբ Հոգին լուսավորի մեր սիրտը, մեր միտքը, մենք տեսնենք արդյոք մեր կրոնասիրությունը, մեր աստվածպաշտությունը արտաքնապաշտությունից այն կողմ չի անցնում։ Եթե չի անցնում, մենք պետք է խնդրենք Հիսուսին, ասենք որ Տեր Աստված այս թզենու այս տերևները դու բաներ եւ ասում հագեք Քրիստոսին, հագնենք Քրիստոսին եւ Քրիստոսի մեջ աճենք եւ պտուղ տանք։ Երկրորդ թզենին, որի մասին ուզում եմ խոսել, Մատթեոսի ավետարանում է գրված 21-րդ գլուխ 18-ից 22 տները։ Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 18-ից 22։ Առավոտյան, երբ վերադառնում էր քաղաք, քաղց զգաց, եւ երբ տեսավ ճանապարհի եզրի թզենուն, մոտեցավ դրան, եւ դրա վրա տերևներից բացի ոչինչ չգտավ։ Ու ասաց դրան. այլևս հավիտյան քեզանից պտուղ թող չլինի։ Եվ թզենին իսկույն չորացավ։ Եվ երբ աշակերտները տեսան, զարմացած ասացին. ինչպես եղավ, որ թզենին այսքան շուտ չորացավ։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք եւ չերկմտեք, ոչ միայն այս թզենու պատահածը կանեք, այլ նաեւ եթե այս լեռանն ասեք ելիր եւ ծով ընկիր, այդպես էլ կլինի։ Եվ ամեն բան, ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով, դուք պիտի ստանաք։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, սա իհարկե պարզ է, ինչի մասն է խոսքը, պտուղ էր փնտրում Քրիստոսը, ոչ թե տերևներ, ինչպես նաև մեզանից պտուղ է փնտրում, ոչ թե արտաքին բաներ։ Եթե մենք պտուղ չունենք, այսինքն եթե մենք ամեն օր չենք սրբանում, եթե մենք Սուրբ Հոգու
Պտուղները, որ գրված է սերը, ուրախությունը, խաղաղությունը չեն կարողանում զարգացնել մեր մեջ, չենք թույլ տալիս ավելի ճիշտ որ Սուրբ Հոգին մեր մեջ այս պտուղները առաջացնի, այս պտուղը առաջացնի, եթե մեր սրբությունը մնում է նույն մակարդակի վրա կամ ավելի հետ են գնում, ավելի մեղավոր ենք դառնում, այս թզենու նման պետքա Քրիստոսի անեծքը գա մեր վրա եւ չորանանք, արմատից չորանանք։ Եվ սա է սա, որ ես չգիտեմ, եթե դաս լիներ ոչ թե քարոզ, միգուցե ոմանցդ հարցնեի, ենթադրենք այս վերջի, ենթադրենք այս պահքի շրջանի քարոզներից հետո ինչ նոր փոփոխություն ա եղել ձեր մեջ, Աստված ինչպես ա խոսել ձեզ հետ եւ այլն, բայց դուք այդպես մտածեք, որովհետեւ եթե մենք օրը նույնիսկ 10 անգամ քարոզ լսենք, 20 անգամ գնանք եկեղեցի, 70 անգամ հաղորդություն ընդունենք ու մենք պտուղ չտանք, դա լրիվ անիմաստ է, դրանք այդ տերևներն են թզենու, եթե անպտուղ ենք լինելու, սա ուրեմն ոչ մի օգուտ չունի եւ մեր այս ժամանակը անիմաստ մենք կորցնում ենք, որովհետեւ Աստված այդ տերևները չի ուզում, Աստված այդ տերևները ստեղծել է որպեսզի պտուղ տանք, այդ է բոլոր իրավիճակները, եկեղեցի հաճախելը, քարոզ լսելը, աղոթ քայլը, բանես բոլորը այդ տերևներն են, որոնց հետո մենք պետք է պտուղ տանք։ Եթե մենք անպտուղ քրիստոնյաներ ենք, եթե մարդիկ մեզ նայում են, գեղեցիկ տերևներ ունենք, բայց եթե որ հետները շփվում են, պտուղ չեն տեսնում, ուրեմն մենք անեծքի ենք արժանանալու։ Սա շատ լուրջ հարց է, որպեսզի մենք մտածենք սրա մասին եւ բերենք Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ ասի, արդյոք մենք պտուղ տալիս ենք, թե ոչ։ Ղուկասի ավետարանի 13-րդ գլխում այսպիսի հատված է գրած. ասում եմ ձեզ ոչ, եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։ Նույնպես այս առակն ասաց, մի մարդ իր այգու մեջ թզենի էր տնկել, եկավ նրա վրա պտուղ որոնելու եւ չգտավ։ Ապա իր այգեպանին ասաց, ահա 3 տարի է գալիս եմ այդ թզենուց պտուղ փնտրելու եւ չեմ գտնում։ Կտրիր դա, ինչու այս հողը զբաղացնի։ Նա էլ պատասխանեց ու ասաց. Տեր, այս տարի էլ թող մնա, նորից դրա 4 կողմը փորեմ, պարարտացնեմ, բնագրում ասում է թրիկ դնեմ, վաղվա պարարտանյութը թրիկներ էլի։ Թերևս պտուղ բերի, եթե ոչ, եկող տարի կկտրենք դրան։ Ուրեմն տեսնում ենք, որ ես այս երկու հատվածը նույն միաժամանակ կարդացի, որպեսզի իրոք տեսնենք, որ Տերը գալիս է եւ պտուղ է փնտրում։ Գիտեք, որ այս այգին բնագրում գրած է խաղողի այգի։ Ասում է խաղողի այգին, այգու մեջ թզենի էր տնկված։ Այսինքն խաղողի այգին գիտեք ինչ է, դա Քրիստոսի, ասում է ես խաղողի որդն եմ, դուք ջուրերն եք։ Այսինքն քրիստոնյաների մասն է խոսքը, որ թզենի էր դրած։ Սա էլ եկեղեցու բանն է, խորհուրդն է։ Չնայած թզենին հիմնական թզենու խորհուրդը իհարկե հին ուխտի եկեղեցին է, Իսրայել ժողովուրդն է, սա հաստատ իմացեք եւ երբ որ չորացավ թզենին, սա Իսրայելի ժողովուրդն էր, որ չկարողացավ այդ օրենքը, մարգարեները, ամեն օրհնություններ, որ Աստված տվել էր, իրանք դարձել էին արտաքնապաշտ մի հատ եկեղեցի, երբ որ Քրիստոսը եկավ, ճշմարիտ Աստվածը եւ ճշմարիտ մարդը, իրանք խաչ անեցին դրան, իրանց պտուղը հետ էր։ Եվ տեսնում ենք, որ իրանք միայն այդ տերևներն ունեին եւ Քրիստոսը տեսնում ենք, որ հրեական սինագոգան անիծվեց եւ նոր եկեղեցի, նոր այսպես բան խաղողի այգի տնկեց, նոր այգի տնկեց, բայց մենք էլ ասում ենք թզենուց դաս սովորեք, այսինքն ինչ որ եղավ հրեաներին կարող է ձեզ էլ լինի նոր ժամանակվա եկեղեցի կամ եւ երբ որ կարդացինք Մարկոսի ավետարանը, որ ասում էր թզենուց դաս սովորեք, այդտեղ խոսում էր վերջի ժամանակների մասին, որ երբ որ Քրիստոսը գա, ասում էր այսպես վերջի ժամանակ, այսինքն վերջի ժամանակների եկեղեցուն էլ ասա վերաբերվում, որտեղ մենք էլ որպես վերջի ժամանակների եկեղեցի շատ կարող է նմանվենք հրեական այդ եկեղեցուն, որ միայն արտաքին բաները լինի, լավ կրոնականներ լինեն եւ այլն, բայց Քրիստոսի պտուղը, սրբությունը, ուրախությունը, սերը, խաղաղությունը եւ մնացած բաները, որ գրված է, մեր մեջ չգտնվեն եւ Քրիստոսը ասում է մտավ այդ խաղողի այգին, այդ Տերը այգու, նայեց թզենուն, ասեց, ես ինչի՞ է այդտեղ զբաղացնում, կտրի շպրտես 3 տարի է պտուղ չի տալիս եւ այգեպանը որ հովիվներն են, եկեղեցու ղեկավարներն են, եպիսկոպոսներն են, մի խոսքով, ասում է բարեխոսական աղոթք անում, ասում է Տեր Աստված, արի բան անենք, մի քիչ չարչարվենք այս մարդու վրա, միգուցե
այսպես փորենք կողքերը թրիկ դնենք բան, սա նեղությունները, դժվարությունները, չարչարանքներն են, որ երբ որ մեկի համար աղոթք ենք անում կամ ինքներս մեզ համար աղոթք ենք անում, տենում ենք, որ անպտուղ ենք եւ Քրիստոսի դատաստանը պիտի գա, որ մենք իզուր տեղն ենք, մեր այստեղ եկել ենք, իզուր զբաղացնում ենք, դրա փոխարեն մեկը պիտի գար կամ մի քանի հոգի պիտի գային, որ մեր կյանքը տեսնելով, պտուղ չտեսնելով գայթակղվում են, չեն հաճախում եկեղեցի, չեն մոտենում Քրիստոսին եւ պիտի կտրենք, մենք աղոթք ենք անում բարեխոսական մեր եղբայրների, քույրերի համար կամ ինքներս մեզ համար, միգուցե մենք այս աղոթքից հետո Աստված նեղություններ, դժվարություններ, չարչարանքներ ուղարկի, որ եւ սա պետք է ընդունենք Աստծո ձեռքից եւ գոնե սրանից հետո պտուղ տանք։ Եթե սրանից հետո էլ պտուղ չտանք, ապա պիտի այդ թզենին կտրվի եւ մի կողմ շպրտվի։ Շատ զգուշ լինենք մեր հավատի կյանքում։ Սա երկրորդ թզենին էր, որի հետ կապված էլի մի քանի հատված կկարդամ ձեզ։ Եսայի մարգարեության 38-րդ գլխի 21-րդ տունը կկարդամ, երբ որ Եզեկիան Իսրայելի թագավորը հիվանդ էր եւ պիտի մեռներ եւ Տեր Աստվածը Եսայու մարգարեի միջոցով ասեց, որ գնա եւ Եզեկիային ասա պիտի մեռնես, պիտի չապրես, ես քո հիվանդությունից հետո պիտի մեռնես։ Եզեկիան աղոթք արեց, լացեց Տիրոջ առջև եւ Տերը Եսայուն ասեց վերադարձիր, դուրս էր եկել, արդեն գնում էր, ասեց վերադարձիր։ Եվ վերադարձավ եւ ասեց չես մեռնելու, ապրելու ես եւ այլն։ Եվ բայց այդ հիվանդությունը դեռ Եզեկիայի վրա էր եւ Եսային ասում է 21-րդ տան մեջ 38-րդ գլխի Քանի որ Եսային ասել էր թող 4 թզեր վերցնեն, սպեղանի պատրաստեն եւ վերքի վրա դնեն եւ կառողջանա։ Եսայի մարգարեն իհարկե Աստծուց ստացավ այս տեղի ռեցեպտը, այսպես ասենք, ասես թող չորացած թզենի, այսինքն թզի ճիր էլի, թզի ճիր վերցնեն, մարեն բան դեղ սարքեն, դնեն վերքի վրա եւ կլավանա, այնպիսի մի վերք էր, որ մահվան պետք է տաներ։ Մենք էլ մեր վրա վերքեր ունենք, գիտեք, սիրելիներ, եւ երբ որ մենք ուզում ենք այս թզենու տերևներով ծածկենք, այդ վերքերը չի լավանա։ Երբ որ արևը դուրս գա, այդ բանը չորանա կթափվի, եւ վերքը չի լավանա եւ մեզ մահվան պատճառ կդառնա։ Ես ինչ որ ասում եմ հոգեվոր իմաստով եմ ասում։ Մեր հոգին, երբ որ մենք ծածկենք արտաքին բաներով, արհեստական բաներով, երբ որ Քրիստոսի լույսը գա, Քրիստոսի դատաստանը գա, մենք կչորանա եւ մեր վերքը մահացու կդա, մենք կմեռնենք։ Բայց երբ որ մենք պտուղ ունենանք եւ արևը դուրս գա, ոնց են ճիր սարքել առաջ։ Հիմա չգիտեմ, տեխնոլոգիան էր կա։ Ուղղակի փոքել են, դրել են արևի տակ։ Ուրիշ ոչ մի ձև չի եղել։ Իմ տատիկներ այդպես չի, ես տեսել եմ, այո։ Տանիքի վրա փռնում էր ծիրանը, բան, այսպես ժամանակի ընթացքում արևը ինքը իրան չորացնում էր։ Այսպես չոր բան էր դառնում։ Այդտենց թուզը փռնում են, արևը չորացնում է եւ դա դառնում է դեղ։ Մենք էլ մեր պտուղները որ բերենք Աստծո առաջ, արևի տակ, Աստծո առաջ, Տեր Աստվածը ինչ որ ավելորդ է մեր մեջ կչորացնի։ Եվ այդ ժամանակ, երբ որ Տերը դուրս գա, Տերը գա մեզ այցելություն անի, մենք առողջ մեր վերքերը կբժշկվեն, կլավանա։ Ահա այսպես պետք է պտուղ բերենք, որ նաև մեր հոգևոր բժշկություն կարա լինի այս պտուղը, ոչ միայն մեր, այլև ուրիշ մարդկանց համար։ Երեմիայի մարգարեության 24-րդ գլուխը չեմ կարդա, հիշացնեմ արագ, որ երկու տեսակի թուզ է տեսնում Երեմիան, մեկը փտած խիստ, մեկը ընտիր եւ ասում է սա Իսրայելի որդիներն են, փտած պտուղներ են բերել, սրանք ոչնչանալու են, իսկ այն լավ պտուղները Բաբելոնի գերությունից վերադառնալու են եւ այլն։ Սա տեսնում ենք այդ նեղությունը, որ ասում է, եւ Հակոբոսի թղթում էլ գրած է, որ Այդ էլ ուշադիր կլինեք։ Տերը ասում է, չէ, գիշեր ցերեկ մտածեք խոսքիս մասին։ Ես հիմա ձեզ sense արագ ասում եմ, բայց հույս ունենալով, որ կգնաք եւ կմտածեք Տիրոջ խոսքի մասին։ Ինչի է Երեմիայի մարգարեության մեջ երկու տեսակի թուզ ասում։ Կարդացեք Երեմիայի 24-րդն է եւ Հակոբոսի 3:18-ը կարդաք, այնտեղ ասում է որդատունկից թուզ չեն խաղում, թե ձիթապտղից թուզ չեն խաղում եւ թուզը որդատունկ չի տվել, այսպեսի մի բան է գրած, հիմա լավ չեմ հիշում, կբացեք կնայեք Հակոբոս 3:18 եւ կմտածեք ինչի է խոսում ձիթենու մասին
ինչ է խոսում խաղողի մասին, ինչ է խոսում թզի մասին։ Մտածեք, աղոթք արեք, թող Տերը լուսավորի ձեր եւ կտեսնեք, թե ինչքան հաճելի է Աստծո խոսքի մասին խորհրդածելը։ Ահա երկու թզենի մասին խոսեցինք, մեկը Եդեմի պարտեզի այդ թզենին, որով զգեստ կարեց Ադամն ու Եվան եւ բոլոր այսպես մարդկությունը այդ նույն բանը շարունակում է արտաքին ձևական բաներով ծածկում է իրանց թերությունները, մեղքերը եւ այլն։ Երկրորդը տեսանք, որ այս բաները չի անցնում։ Հիսուսը գալիս է այդ տերևներից այնքան պտուղ է փնտրում։ Տերևները սենց անում, դրա պտուղ չկա եւ այս այգեպանն էլ որ եկավ տեսավ պտուղ չկա բան, ասես կտրի։ Քրիստոսը անիծեց, չորացավ, կտրեց, նույն բանն է։ Այդ ծառը, քանի որ անիմաստ ծառ էր, որտեվ որ ասում են թզենի, ինչ են ասում թզենի, որ ասում են ծիրանինի կամ ծիրանի ծառ, ինչ են ասում ծիրանի ծառ, կարող է բանը դեղց տալիս, ասում են պտուղը դեղց ալնում, ասում են ծիրան։ Պտուղից են ծառը անվանում, պտուղից ճանաչում են ծառը եւ թզենի են ասում, որտեվ թուզ է տալիս, եթե թզենի ամբողջ իմաստը թուզ տալն է ու չի տալիս, ուրեմն լրիվ անիմաստ մի ծառ է եւ պետքա կտրել եւ մի կողմ շպրտել։ Ահա այս երկուսի մասին խոսացինք, հիմա էլ երրորդ թզենին, որը գրված է Հայտնության գրքում։ Հայտնության գրքի 6-րդ, ուրեմն գլխի 13-րդ տան մեջ է գրված, Հայտնություն 6:13։ Երկնքի աստղերը թափթփվեցին երկրի վրա, ինչպես սաստիկ քամուց թզենին թափում է իր խակ թզերը։ Սա Հայտնության գիրքը, որ կարդացել ենք կամ կարդանք, կտեսնենք, որ սա վերջին օրերի մասին է խոսում եւ վերջին օրերում այսպեսի բան է լինելու։ Մեկ ուրիշ տեղ Տեր Հիսուսը ասում է հավատացյալները պետքա աստղերի պես փայլեն երկնական։ Հիշում եք։ Կամ այդ աստղերը, որ թափթփվեցին երկրի վրա, չհասած խակ թզենու նման ասում է թափթփվեցին։ Սա խորհուրդ է, որ վերջի օրերի եկեղեցին այսպես խակ պտուղ կամ լավ պտուղ չունենալու կամ պտուղ չունենալու եւ այս աստղերը, որ հավատացյալներս ենք եւ եկեղեցու ուրեմն առաջնորդները, հովիվները եւ այլն, այսպես մարմնավոր են դառնալու։ Ինչ աշխատում երկնքից ընկան երկրի վրա։ Այսինքն այդ երկնային մեր երկնային թագավորությունը, երկնային մեր քաղաքացիությունը, երկնքում եղող Քրիստոսին, սրբերին, հրեշտակների բաները թողած մեր մտորումները, մենք անդադ երկրավոր բաների մասին ենք մտածելու։ Մենք ասելով նկատի ունեն վերջին օրերի հավատացյալներից, որ ուշադիր լինենք, ինչ առավոտվան ցիրիկուն ինչի մասին ենք մտածում, ինչի մասին ենք հոգսանում, եթե երկրային է, անընդհատ երկրի մասին է, երկրավոր բաների մասին է, երկրավոր ուրեմն դիրքի մասին է, երկրավոր փառասիրությունն է, փողասիրությունն է, դժվար շատ գիտեմ ինչա գիտեք երկրի վրա ինչեր կա։ Եթե մեր ամբողջ ուշք ու միտքը երկրավոր բաներն է, մենք մոռացել ենք, որ մենք երկնքի քաղաքացի ենք, մոռացել ենք, որ մենք այստեղ պանդուխտ ենք, հայրենիք չունենք եւ այլն, եւ անընդհատ մեր ուշք ու միտքը սրա մասին է, մենք այսպիսի բաների մեջ ենք, քաղաքականության մեջ ենք, չգիտեմ ինչի մեջ ենք, որ բոլորը երկրավոր բաներ է, իմացեք, որ մենք թափվել ենք երկրից, երկնքից, գետնի վրա, հողի վրա, երկրի վրա ենք թափվել եւ այսպես թզենին, որ եկեղեցին այսօրվա այսպես թափել է իր պտուղները եւ այս պտուղները մարմնավոր պտուղներ են։ Մեր իմաստությունը մարմնավոր իմաստություն է։ Մենք չենք կարող երկնքում լինենք աստղերի պես լուսավոր ենք։ Մենք ինքներս հələ ուրեմն երկրավոր ենք եւ երկրի վրայի մարդկանց մենք չենք կարող օգուտ բերել։ Ուրեմն սա էլ երրորդ թզենին էր, որ նկարագրում էր Քրիստոսը։ Եթե ուշադիր եղաք Մարկոսի ավետարանի այս հատվածը, որ կարդացինք, որ Տերը ասեց թզենուց դաս առեք, սա խոսում էր իր վերջի օրերի մասին։ Հիշեցի, եթե չեք հիշում, մի հատ էլ կարդամ, որ տեսնեք ինչի մասին էր խոսքը։ Ահա, Մարկոսի ավետարանը, այս նախաբանը, որ վերցրել էի այս քարոզի համար։ Թզենուց դաս առեք
Երբ նրա ճյուղերը փափկեն, տերևները սկսեն դուրս գալ, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես երբ տեսնեք, որ այս բաները պատահում են, իմացեք, որ այն մոտ է, դռների մոտ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս ազգը չպետք է անցնի մինչև որ այս ամենը պատահի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Տեսնում ենք, որ Հիսուսը ասում է, որ այս բաները պիտի պատահեն, վերջին օրերի համար է ասում։ Մինչև այդ պատմում էր վերջի օրերի, թե ինչեր պետք է լինեն։ Եվ այստեղ էլ տեսնում ենք վերջի հատվածը, որ կարդացինք, 3-րդ թզենու մասին, երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես սաստիկ քամուց թզենին թափում է իր թզերը, խակ թզերը, ասում է մեզ Աստծո խոսքը։ Եթե մենք նկատում ենք մեր մեջ, որ մենք մարմնավոր հավատացյալներ ենք դառել, եթե մենք նկատում ենք, որ մեր պտուղը խակ է, եթե մենք միայն կաթով ենք սնվում, չգիտենք, չենք կարողանում ուրեմն կերակուր ստանալ, չենք կարողանում պտուղ բերել եւ այսպեսի բաներ, որ կարդացինք, լիքը բաներ, միայն տերևներ ունենք, պտուղ չունենք, ուրեմն իմացեք, որ մենք ճիշտ հինուխտի եկեղեցու Իսրայելի ժողովրդի նման ենք լինելու, որ Աստված անիծեց, չորացրեց կամ կտրեց, մի կողմ շպրտեց եւ այս ամենը ես ասում եմ, ամեն մեկս մտածենք մեր մասին, ամեն մեկս մեր մասին եւ մեր շրջապատի մասին, որպեսզի կարողանանք ուրեմն զգուշ լինել, կարողանանք փոխել մեր ընթացքը, մեր սրբության ընթացքը, ճշգրտենք, ճիշտ ճանապարհով գնանք, որպեսզի անպտուղ հավատացյալներ չլինենք, մարմնավոր հավատացյալներ չլինենք, սրբեր լինենք, հոգևոր լինենք, որպեսզի մեր միջոցով Տերը կարողանա կերակրի մեր շրջապատին, կարողանանք մենք էլ օգուտ տանք մեր ժողովրդին, մեր բոլոր ժողովուրդներին եւ այլն։ Ահա այս 3 թզենու մասին եմ ուզում խոսել, բայց այդ բանը, որ ասեցի ձեզ, տունը մտածեք Երեմիայի մարգարեության այդ 2 կողով թզերի մասին եւ Հակոբոսի թղթի այդ ինչի ասում խաղողի թուզ չեն խաղում ձիթապտուղից թուզը ձիթապտուղ չի տալի կամ եթե գրված է թուզը խաղող չի տալիս ձիթապտուղը թուզ չի տալիս էական չի այս 3 ծառերի մասին խնդրում եմ մտածեք աղոթք արեք տեսեք ինչ ա ուզում Տեր Աստվածը ասի ինչպես նաև դեմ չեք որ 2 բան էլ ասեմ որ մտածեք եթե դեմ եք չեմ ասի եթե դեմ չեք ուրեմն մտածեք ինչի Զաքեոսը բարձացավ թզենու վրա որպեսզի Քրիստոսին տեսնի հա Չէ, չեմ ասում պատասխանեք, ասում մտածեք, մենք սենց ենք, մենք առանց մտածելու անդադ պատասխանում ենք, մենք պատասխանները գիտենք, Աստծո խոսքը բազմաշերտ է, շատ խորն է, մենք այդ առաջի պատասխանները որ գիտենք լավ է, բայց մտածենք, խնդրում եմ մտածեք, ժողովուրդ ջան, չեմ ասում ձեր պատասխանները սխալ են, բայց միգուցե Աստված մի բան գիտի, որ ուզում է ասի, ավելին քան թե դու գիտես, միգուցե էլի Աստված մի բան գիտի, ավելին քան թե ես գիտեմ, ուզում է խոսա իմ հետ Դրա համար աղոթք անենք, ուրեմն Զաքեոսին հիշենք նաև հիշենք մեր առաքյալին, Բարթողոմեոս առաքյալին, որը թզենու ծառի տակ նստած էր, այդ Նաթանայելն էր, ինքը Բարթողոմեոսն է։ Թզենու ծառի տակ էր նստած, երբ որ Քրիստոսը, երբ որ բանը կանչեց իրան, Անդրեասը կանչեց իրան եւ գնաց Քրիստոսին հանդիպեց։ Այս 2 բաների մասն մտածեք, տեսեք Աստված ինչ է ասում ձեզ։ Եվ երբ որ մտածեք, երբ որ Սուրբ Հոգին խոսի ձեզ հետ, դուք էլ լիաթոք ուրախ սրտով կփառավորեք ամենասուրբ երրորդությանը։ Ուրեմն թող Տերը փառավորվի, անպտուղներ չլինենք, պտղավոր ծառեր լինենք եւ Քրիստոսի համար աղ եւ լույս լինենք այս աշխարհի մեջ։ Թող փառավորվի ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին։ Ամեն։